ինչ անել, որ ձեր ասած ԿՊ-ի շանսերը իրոք նվազեն։ Տեսեք, ուղղակի առանց որևիցե անալիտիկ ունակություններ ունենալու, ուղղակի որպես հայ մարդ, սովորական, նայում ենք հեռուստացույց, նայում ենք Facebook-ով պտտվող բոլոր տեսանյութերը, թե Նիկոլ Փաշինյանին ինչպես են դիմավորում տարբեր տեղեր, ինչպես են արձագանքում թե Երևանի փողոցներում, ինչպես են արձագանքում թե մարզերում, թե եկեղեցիներում, այս է իրական պատկերն է, սա է իրական պատկերը ԿՊ-ի վարկանիշի։ Խնդրում եմ նայեք նույնձև, թե մենք ինչպես ենք պտտվում մարզերում, որտեղ ենք լինում, ժողովուրդը ինչպես է արձագանքում, մեզ ինչ է խնդրում, ինչ հույս ու հավատով է կապվում մեր հետ եւ ճանապարհ են գնում մեր հետ։ Այս է իրական վարկանիշը։ Թե չէ առավոտից իրիկուն նստեն թվեր նկարեն, այդ թվերը բոլորը կարան նկարեն։ Ինչ 17, ինչ 20, ինչ 30։ Պարոն ռեսուրս գոյություն ունի, պարոն Ալեքսանյան։ Եկեք փաստենք, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Այս ամիսների ընթացքում մեր հանրության հետ շփումներում անընդհատ ասել ենք եւ մեր հանրությունը հասկացել է, որ սա ճակատագրական ընտրություններ են լինելու Հայաստանի Հանրապետության համար ու մեր ազգի համար, մեր երեխեքի համար։ Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ազգը հասկացել է, որ սա մեր պետության, պետականության, մեր դրոշի ու մեր զինանշանի համար ճակատագրական ընտրություններ են լինելու։ Այդ իսկ պատճառով ես բոլորին առիթը օգտագործելով խնդրում եւ հորդորում եմ ամսի 7-ին վեր կացեք բոլորդ, գնացեք ձեր քվեն տվեք ում ուզում եք, գնացեք ընտրության, դա շատ կարևոր է, շատ, եւ առիթից էլ կօգտվեմ եւ նորից կհայտարարեմ եւ կիրազեկեմ, որ ապրիլի 11-ին ժամը 17:00 Ազատության հրապարակում տեղի ունենալու միասնության հանրահավաքը, այն մարդիկ, ովքեր ուզում են փոփոխություն, ովքեր ուզում են լավ ապրեն, ովքեր ուզում են ապրեն արժանապատիվ, ովքեր ուզում են ունենան ուժեղ Հայաստան, բոլորից սպասում ենք Ազատության հրապարակում եւ ձեզ խոսք եմ տալիս, մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ ամենաուշը 2 ամսից։ Ձեզնից էլ տպավորություն է հանրային ընկալումներում, որ քաղաքական ուժը սոցհարցում է անցկացնում, պարզվում է, որ ինքն է առաջատար եւ այսպես նկարած թվեր է ներկայացնում։ Ինչքան կուզենք կխփենքի տարբերակով այսպես թվեր։ Եկեք ձեզ մի խնդրանք, եթե չեմ սխալվում, պարոն Նարեկ Կարապետյանը այդ նույն խնդրանքով ձեզ դիմել է։ Դուք ընտրեք որևիցե կազմակերպության, որևիցե նեյտրալ կազմակերպության, մենք պատվիրենք թող թվերը տա, տեսեք ինչ թվեր կան։ Ձեզնից շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, ասեք Նարեկ ջան։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում հրապարակվեց տվյալ, որ տարիներ առաջ դուք հավաքագրվել եք Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության կողմից, որպես գործակալ, ինչպես կմեկնեք։ Ձեր կարծիքով Նարեկ ջան, նմանատիպ բարբաջանքների եւ հերուրանքների արժե առհասարակ արձագանքել թե չէ։ Կեղծ են այսինքն։ Իհարկե կեղծ է, դուք ոնց եք կարծում։ Ես ասում եմ, հա, նմանատիպ ապուշ բաներ անընդհատ կարող են գրել, ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք չէ արձագանքել, ենել ես ասեմ, գիտեք ինչ կա, տենց բան չկա, թող գրեն, էլի չեն կարողանում մեր անցյալից ինչ որ բծեր գտնեն, փորձեն մարդկանց աշկին մեզ գցեն, դե պարզա պետքա նստեն ինչ որ հեքիաթներ փորձեն հորինել, թող հորինեն էլի իրանց կյանքն է տենց հեքիաթանման օդից հետ կապված պարոն Ալեքսանյան թիմի այլ անդամների հետ կապված։ Այդ իրանց հարցրեք։ Ներողություն հարցնեմ։ Իրենց ԿՊԱ-ական փոքրիկ խմբակի անդամներին հարցրեք Նարեկ ջան։ Իսկ դուք այդպես չեք կարծում։ Իմ կարծիքն եմ ասում, որևէ Ձեր կարծիքը իմ համար կարևոր է, դրա համար հարցնում եմ։ Շատ լավ, իհարկե ավելի քան համոզմունք ունեմ, որ իրենց իսկ պատվերով, իրենց իսկ կուրացիայի տակ գտնվող fake edge-երով եւ այլ ռեսուրսներով տարածվող եւ հորինվող ինֆորմացիաներ են դրանք Նարեկ ջան։ Պարոն Ալեքսանյան, տարբերվում մյուս ԿՊՀ-ականների առանձնատենցի դրանց երբ եք անդրադառնալու։ Կամաց բոլորի ժողովրդից կորզած ժողովրդի հաշվին դիզած հարստությունները կամաց ցույց կտամ Զարա ջան, հետ չմտածեք։ Պարոն Ալեքսանյան, դուք անկախ ամեն ինչից շարունակել
եւ ձեր ընտրողների հետ հանդիպել, քաղաքացիների հետ հանդիպել եւ Միանշանակ ամեն օր ամբողջ հանրապետությունով մենք շփվում ենք մեր հայրենակիցների հետ, մեր հայրենակիցներին ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր հայրենակիցներից լսում ենք իրենց ցանկությունները, մեր հայրենակիցներից լսում ենք իրենց խնդիրները, որոնք ունեցել են տարիներ շարունակ, լսում ենք անգամ իրենց իսկ կողմից տրվող լուծումները։ Չէ, Ժորժ ջան, եթե դուք հարցեր չունեք, Պարոն Ալեքսանյան, ինչով է պայմանավորված այն ուժերի ընտրությունը, որոնցով դուք գնում եք դաշունքի եւ օրինակ Հայ ազգային կոնգրեսի հետ ինչու չստացվեց համագործակցություն։ Հարցի պատասխանը գործընկերներս արդեն տվել են, խնդրեմ նայեք եւ եւս մեկ անգամ կասեմ, որ մեր դռները բաց են բոլոր այն ուժերի համար, ում հետ կապված մենք հարցեր չունենք։ Շնորհակալ եմ։ Նարեկ ջան, շնորհակալություն բոլորիդ լավ որ Աստված։ Նարեկ Կարապետյանին կհարցնեք կասի։ նույն թիմից չեք։ Այսինքն Դե թիմի առաջնորդ հիմնադրամության ինքը չի հրապարակաբերված։ միգուցե այլ գործերով է զբաղված Նարեկ ջան, նմանատիպ հարցեր կարծում եմ ձեր կողմից տալը ամենակիչը կոռեկտ չի։ Դե այսինքն ես ասեցի արդեն։ Ինչ է նշանակում կոռեկտ չի, ես չեմ հասցնում ինչով Ես ազգացել։ ուղիղ ասեցի, դուք ասում եք ձեր թիմից չի, այդ իսկ պատճառով ասում ձեր կողմից նմանատիպ արձագանք ամենակիչը կոռեկտ չի Նարեկ ջան։ Շնորհակալություն, ձեզ լավ օր։ Առաջին դեմքերից մեկը չի մասնակցում եւ Ակցիան ստացվեց Նարեկ ջան ինքնաբուխ, մենք ունեցել ենք այստեղ ասուլիս, եկել ենք ասուլիսի եւ ակցիան ինքնաբուխ ստացվել է։ Շնորհակալ եմ, եթե Նարեկ հետ կուզենաք շփվել,